որպես հայ ազգ մեզ համար մեր պատմության մեջ այնպիսի մի էջ, մի տարի, մի անմոռանալի տխրություն ու ցավ 24 ապրիլը, սրանից 2 օր առաջ մեր ամբողջ հայ ազգը սրբռված աշխարհով մեկ հիշում եւ հիշատակում էր։ Ինչպես տեղի ունեցավ, արդեն ինչ քաղաքներում կազմակերպված կոտորեցին մեր բոլոր այդպես կիրթ առաջնորդներին եւ թողնելով հայ ազգին Արևմտահայաստանում անտեր ու անորոշ։ Եվ իբր պատճառաբանելով այդ թուրքական կայսրությունը պատճառաբանելով, որ հայերը, որտեղ այդ ժամանակ առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան կռվում էր Ռուսաստանի դեմ եւ պատճառաբանելով իբր թե հայերը կմիանան ռուսներին եւ մեր դեմ դուրս կգան, ինչ արեցին, պատճառաբանելով նրանց դերձորի այդ անապատներով քշեցին դեպի Սիրիա, բայց նրանց նպատակը սատանայական շատ ավելի դառը ու ցավալի էր։ Եվ այդ ճանապարհին այդ անապատի մեջ կորցրեցինք 1.5 միլիոն հայ ազգ։ Նրանք մեռան ոչ թե որովհետև հայ էին, նրանք մեռան որովհետև քրիստոնյա էին։ Եվ եթե պատմությանը մի քիչ ծանոթ լինես, նրանց մոտ այսպիսի պայման էր տրված. եթե ընդունես, հրաժարվես քո քրիստոնեությունից եւ ընդունես իսլամի կրոնը, քեզ պետք է ազատ թողնենք։ Այնպես որ ես իմ մեջ հույս չեմ փայփայում, ես իմ ուղեղիս մեջ վերլուծում եմ։ Նրանց մեծամասնությունը մեռնում էր, ոչ թե որ հայ էր, այլ որովհետև քրիստոնյա էր։ Եվ տերերի Տերը, այդ արդարը եւ սուրբը, ամենատեսը եւ ամեն բան քննողը, եթե ես ու դու նրա շնորհքի ու արյան զորության մեջ արժանանանք երկինքը բարձրանալու, սա իմ մտքի, իմ հոգու բաղձանքն է, որ այնտեղ կհանդիպենք այդ 1.5 միլիոնից մեծամասնության, եթե ոչ բոլորի, որ նրանք զոհվեցին հանուն Քրիստոսի, որովհետև քրիստոնյա էին։ Այդ մասին բազում գրքեր է գրված, կինոներ է նկարահանված եւ խոսք է գրված, արձակ թե չափածո։ Ես կարծում եմ, որ հայ մեր գրականության մեջ մեծագույն գլուխգործոցը այս առումով Պարուր Սևակն է։ Եվ նույնիսկ գրքի վերնագիրը արդեն լեցուն բան է ասում, եւ նա վերնագրեց անլռելի զանգակատունը։ Ինչպես մի քիչ առաջ երգն էինք լսում այդ հոգևոր, որը մենք լռելու եւ մոռանալու իրավունք չունենք։ Այդ զանգակները հնչում են։ Եվ մի փոքրիկ հատված պետք է ձեզ հետ բաժնեկցեմ այդ գրքից։ Գարուն էր, չեկած ամառ, փուլ եկավ եկնակ։ Ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի պես։ Գարուն է, ձյուն է արել։ Գետերը մեր երերման հոսեցին երակի պես։ Արունը ջուր է դարել։ Ձորերը շիրիմ դարձան։ Իսկ վիհերը գերեզմանոց։ Ջուրը մեր տունն է տարել։ Ամեն քար լուր մահ արձան, ամեն տուր վարման հնոց, բնավեր հավք ենք տարել։ Իշքան բար, ողջը մրմունջ։
Իշքան երկ ողջ լալով զուլում էր, զուրում լավ։ Թրիդեմ սրի հրի լոք մանգախ լոք բահու մաչ տնավեր բնավեր լաչ մեր հողը մեր հայրենին մեր երկիրը ամայացավ սև հակիր սև սիրտ մարե հնավուց մի տոհմիկ մի ազգ չմեռավ այլ նոհացավ գարուն է ձուն է արել գարուն էր ամառ եկավ ձակ հանես զորում կաքավ իսկ հայը զրկվեց ձակից իր պորտկան թոնրի տակից իր մոր հորից յարից իր բնից ու աշխարից գարունը ձուն է արել ախ ինչպես ոնց մոռանալ ար հավիրքն այն օրերի աշխարհում ով մոռանա ջուխտ աչքով թող կորանա այո այսօր ոմանք մեր հայ ազգի մասին է խոսքը մոռացել են ոմանք հիշում են բայց բողոքում են որտեղ պատասխան չունեն այդ արհավիրքի բայց ես ուզում եմ մի համար ընթերցել դեռ սրանից 2000 տարի առաջ երբ Տերը լերը բարձրացավ որտեղ ամբողջը շատ էին ու քարոզեց դա միակ քարոզն է որ 4 ավետարանիչները մեզի գրի են առել եւ այդպես էլ կոչվեց որպես լեռան քարոզ այդ լեռան քարոզի մեջ Տերը իր աստվածության մեջ գիտեր այն ամեն ինչ որ պետք է կատարվեր առաջիկայում ապագայում եւ այս խոսքերը ուղեց այսօր այս խոսքերը որպես հայ ես ուղում եմ ինձ եւ ողջ իմ հայ ազգին թող որ մեր հայ ազգի հոգեվոր աչքերը բացվի ու մի օր թերթելով հանդիպի Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 4-րդ ամերով Matthew chapter 5 verse 4 հետևյալ թողերը թողեց Հիսուսը ողջ մարդկության այսօր ինձ ու քեզ որպես հայի երանի սքավորներին որովհետև նրանք կմխիթարվեն այո երբ խոսքը սուքի մասին է կորուստի մասին է եւ ամեն կորուստից հետո դու բնականաբար հարցումների գիրկն ես ընկնում եւ այսօր մենք ընթերցում ենք այս տողերը որ Տերը տվեց մեզ հայրը երկնային որոնք կմխիթարվեն եթե գտնեն ինձ ճանաչեն ինձ Today's culture այսօրվա հասարակությունը այդքան էլ հետաքրքրված չէ այդպիսի խորը մտային եւ հոգեվոր վերլուծությունների այսօրվա հասարակության չափանիշներն են եւ արժեքավորումն են power ուժը status ինչպիսի դիրք ունես հասարակության մեջ եւ վերջապես success ինչ հաջողակ ես սրանք են այն երաշխիքները որ քեզի կարող են առանձնացնել հասարակության մեջ եւ ինչ անել նշмарելի դարձնել առանձնահատուկ ուր որ գնաս պետք է նայեն քեզ դիտեն քեզ մեծարեն քեզ ծափահարեն քեզ այն բարձր տեղերը քեզ նստեցնեն կանոնների մասին գովերքներ գրեն հոդվածներ երգեր պատմություններ
in Jesus kingdom, իսկ Հիսուսի թագավորությունը, Հիսուսի թագավորությունը, որ գսում է ստեղից եւ հավիտյանս հավիտենից Աստծո խոսքին համեմատ շարունակվել երկնքում, blessings is not based on power. Օրհնությունները քո ապրած երկրի վրա եւ այն առատությունը, որ երկնքում պետք է ճաշակես, չի կառուցված։ Աստծո օրհնությունը չի կառուցված, թե դու ինչքան հզոր մի մարդ ես։ Չի կառուցված, թե ինչպիսի դիրք, ինչպիսի արժեքավորում ունես այսօր դու հասարակությանը մեջ։ Աստծո օրհնությունը չի կառուցված, թե ինչքան հաջողակ ես։ Այլ Աստծո օրհնությունը կառուցված է միանշանակ այս երեք ճշմարտության վրա։ Dependences, ինչքան կախված ես, կախյալ ես քո ստեղծողից, ինչքան է քեզ համար նա կարևոր, էական, արժեքավոր, ինչքան անգամ ես օրը արևի ծագը միջև արևամուտը հիշում ու մտաբերում նրան, այդ փառավորած Հիսուս Քրիստոսին։ Faithfulness, հավատարմությունը, որ անկախ քո կարգավիճակից դու միշտ կմնաս նրան, այդ փառավորին հավատարիմ, եւ վերջապես trust, վստահությունը, որ քո կյանքը ամեն օր որ քեզի ընձեռնում է, շնորհում է, նվիրում է այդ օրը, դու ինչպիսի վստահությունը քոնն է, քո ուժը, քո կարողությունը, քո դիրքը, թե քո վստահությունը քո Տերն է, երկինք ու երկիր ստեղծող Աստվածը։ Եվ սա էր պատճառը, որ այս հասարակություն եւ այս հասարակության արժեքները իմանալով դեռ սրանից հազարամյակներ առաջ, երբ Սողոմոնը Տիրոջ առջև խոնարհվեց ու Տերը նրան բարձրացրեց, եւ նա երբ Աստծո այդ հաղորդակցություն ուներ եւ Աստված նրան օրհնեց եւ նա իր ժամանակին այդպես է գրված մեծահարուստ թագավորն է թագավորություններից գալիս էին որպեսի նրա առջև խոնարհվեն ու զարմանան նրա հարստության ու կարողության վրա եւ այդ Սողոմոնը որ այդ հարստության ու կարողության մեջ նրա վերջավորության մասին չեմ խոսում այդ կարողության ու հարստության մեջ նա Աստծո հետ էր հաղորդակցում ու երբ գրում էր Առակաց գիրքը եւ Առակաց գրքից Proverbs 27:1 Առակաց գրքի 27-րդ գլխի առաջին համարում այսպիսի տողեր են կարդում ենք այսօրվա հասարակության չափանիշները հաշվի առնելով եւ նրա կողքին զուգահեռական ուզում եմ այս տողերը կարդամ Երբ որ այսօր հասարակությունը ինչ անում, արժեքավորումը, ուժը, դիրքը, հաջողությունը դերսանից հազարամյակներ առաջ խոսք ուներ Սողոմոնը խոսելու իմ ու քո եւ ողջ մարդկության հետ։ Մի պարծենար վաղվա օրովդ, մի պարծենա, որովհետեւ չգիտես եւ իրապես չգիտեք, թե օրը ինչ կծնի։ Գիտի որևէ մեկը Ամեն մեկիս կյանքում սրանից մեկ ամիս առաջ այն դեպքը որ ինձ հետ կատարվեց գիտեի եթե գիտենեի գալատ կանեի այդ օրը ես տնից դուրս կգայի ինչ որ մի բան կձեռնարկեի ով գիտի վաղվա օրը եւ ինչ է այդ օրը ծնելու այնպես որ մենք բարձենալու որպես մարդ էակ բացարձակապես ոչինչ չունենք ուժը կարողությունը դիրքը արժեքը երբ դու չգիտես նույնիսկ քո վաղվա օրը տրվելու է եւ եթե տրվի Ինչ է այդ օրը քեզ համար ծնելու։ Ու երանելի են այն մարդիկ, որ մի քիչ առաջ ընթերցեցին եւ նրանց վստահությունը եւ նրանց հավատարմությունը ու նրանց կախվածությունը երկինք ու երկիր ստեղծող Աստծոց է։ Սրանից 150 տարի առաջ դեռ ավտոմեքենան չէր ստեղծված։ Եվ բնականաբար մարդիկ Երբ քաղաքից քաղաք պետք է մեկնեին եւ եթե երկաթուղի կար, գիծը կար, բնականաբար դա ինձ միակ ընտրանին էր, իհարկե նավերը եւս, բայց քաղաքի մեջ մեծամասնությամբ նրանք, որոնք կարող էին ի վիճակի էին, ինչպես այսօր ինչ էին անում, տաքսի էին կանչում, այն ժամանակ կարգեր կային, որոնք 1-2 ձիերով շարժվում էին։ Մի երիտասարդ տեղ ուներ գնալու եւ բնականաբար երկաթուղու Տոմսը ձերքին, բայց ինչ-ինչ պատճառով ուշացած էր։ Մի կերպ դուրս վազեց տնից, առաջիկա կարգին կանգնեցրեց
ու ներս մտավ ու կանչեց։ He climbed on aboard a horse-drawn carriage and said, "Hurry, I'm almost late." Արագասու եւ արագ քշիր, ես ուշանում եմ։ Եվ կառքը սկսեց սլացիկ շարժվել քաղաքի փողոցներով։ Մի բա աշկերը փակեց, մի բա ուզեցավ հանգիստ առնել։ Մտքերը մտաբերել, այդպես է, չէ, երբ որ ուզում ես ինչ-որ կենտրոնանաս, աշկերտ փակում ես։ Եվ փորձես պատկերացնել, որ չի ուշացել ժամանակին հասել է երկաթողին, երկաթի եւ գնացքով, արդեն գնում է իր ցանկացած իր տեղը, վայրը։ Եվ բնականաբար այդ մտքերից մի պահ անցավ, երբ աչքերը բացեց եւ այդ կառքի պատուհանից մի պահ հայացքը դուրս ուղեց ու նկատեց, որ կառքը գնում է ամբողջովին երկաթողու կայանին հակառակ ուղղությամբ։ Եվ անմիջապես հիշեց, այդ պահին, երբ ես կառք նստեցի, այս մարդուն չասեցի, թե ինձ ուր տանի, ընդամենը աղաղակեցի, արագ քշի։ Եվ բնականաբար ասում է, այս ճամփորդը ինչ արեց, գլուխը դուրս հանեց պատուհանից ու աղաղակեց, ով մարդ Աստծո, գիտես թե ուր ես գնում։ Ասես, ձերդ մեծություն, պարոն, ես չգիտեմ թե ուր եմ գնում, բայց ոնց որ հրաման ես դնում, ամբողջ արագությամբ եմ գնում։ Եվ այս փոքրիկ պատմվածքը ճշգրիտ նկարագրում է այսօրվա հասարակության դիրքը ու արժեքավորումը։ Շատ մեծ արագությամբ են գնում մարդիկ, շատ մեծ արագությամբ են ուզում հասնել հաջողության, դիրքի եւ փառքի։ Բայց ինչպես է երիտասարդը, որ մոռացել էր այդ կարապանին ասելու, թե ուր գնալ, չեն մտածում, չեն խորհում, չեն վերլուծում։ Եվ այնքան են կենտրոնացած այսօր վաղը կառուցեմ, չունեմ ունենամ, երբ որ ունեմ 10 հատ ունենամ, 100 հատ ունենամ, տուն ունեմ ավելին ունենամ, մեքենա ունեմ ավելին ունենամ, 1000 ունեմ 100,000 դրամ ունենամ, կարողություն ունենամ, դիրք ունենամ, արժեք ունենամ, եւ երբեք ոչ մեկը հարց չի հարցնում, բայց այդ ճանապարհը, որ բռնել եմ այդ հաջողությամբ, մեկ մարդիկ սխալ են հասկանում իմ վերլուծությունը։ Ես բացարձակապես հակառակ չեմ հաջողության, աշխատասիրության, նպատակի ցանկության։ Բոլորս էլ ցանկացել ենք, որ ինչ-որ մի արժեքավորում ունենանք մեր կյանքում, մի առաստաղ մեր գլխի վերը, մեր երեխին կարողանանք մեր լավագույնը ցուցադրելը եւ մեր ընտանիքին բերելու օրվա հացը։ Բայց եթե այդքանով է մեր կյանքը սահմանափակվում, այդպես էլ մենք չհասկացանք մեր կյանքի նպատակը։ Եթե մարդ արարածի ողջ նպատակը ծնվել, վազել, հասնել, ունենալ, աշխատացնել ու հետո վերջը ընկնել ու մեռնել, հետո այդ մարդու կենթանու մեջ էլ ինչ տարբերություն կա։ Եթե ծնվեցինք մեռնելու համար, բայց այդ ամբողջ ապրելու այդ ընթացքը ինչ նպատակ ուներ։ Որոշներին հաջողվեց փոքր մասնությամբ հասնելու մեծ հարստության, կարողության, դիրքի, արժեքի, իսկ մեծամասնությունս ապրեցինք հասարակ եւ ոմանք էլ ծայրահեղ հասարակ, նույնիսկ աղքատ ու խեղճ կարգավիճակում։ Հիմա հարց է մնում, ու սրանով է ամեն ինչ ավարտվում։ Մի ժամանակ մենք էլ ենք այդպեսի վազում, երազում, փառքի, հաջողության, հարստության, դիրքի, մինչև այն օրը, որ մեզի այցելեց տերերի Տերը, այն հրաշք Աստվածը, որ իր կյանքը չխնայեց, որպեսի ինձ անմիտիս ճանապարհը սովորեցնի, ասեց ես եմ Սարո այդ ճանապարհը, էլի վասի, էլի հաջողություն փնտրի, էլի կրթությունը ստացա, բայց ես եմ այդ ճանապարհի վերջավորությունը չմոռանաս, եթե ոչ կմոլորվես այս մոլոր աշխարհում ու կկորցնես ամենաթանկը, ամենաարժեքավորը մի ամբողջ հավիտենականությունը։ Եվ դա էլ հենց սա է, and the end is either, եւ այդ վերջը,
Եթե այդպես էլ մեզ համար չբացահայտվի, եւ մենք էլ այդպես այս աշխարհի հորձանուտով, այս աշխարհի վազքով վազենք, վերջում մի բան հստակ պիտի դառնա, արդեն էլ մեզ չեն հարցնի, արդեն մեզ էլ առիթ չի լինելու վերլուծելու, փիլիսոփայելու, թե հավատալու, թե քննարկելու, այլ փաստի առջև կանգնելու, կա դրախտ ըստ Աստծո խոսքի եւ կա դժոխք դարձյալ ըստ Աստծո խոսքի, whether they want to acknowledge or not. Արդեն այդ ժամանակ հարցը նրանում չի, այսօր նրանում չի հարցը, թե ես հավատում եմ Աստծուն, նրա իրականությանը, հավատում եմ, որ դժոխք ու դրախտ կա, անկախ իմ լինելուց ու չլինելուց, իմ հավատքից ու իմ որոշումներից, դրանք արդեն կան հազարամյակներ դեռ առաջ, դրանք կան, և ոչ մեկը դրանք փոխել չի կարող, ոչ մեկը հավատացնում եմ, ոչ Հուսեյն Ուբաման, ոչ էլ նրա հաջորդող այդ մոլորված Բայդենը ու նրանց նմանները, քաղաքական գործիչները, ոչ էլ թագավորներն ու մեծամեծներն ու մեծահարուստներ, չկա, դա մի հատ փաստ է իրականությունը, որ այսօր մեզ մահկանացուներիս համար բացվել է և մեզ համար մահկանացուներիս համար հավիտենականության դռներն է ցուցաբերել։ Աստվածաշնչի ամենավերջի գրքից համարներ պետք է ընթերցեմ, Հայտնության գիրքը, Հայտնության գրքի 21-րդ գլխի 3-րդ համարում և այսպես են կարդում. «Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի», հեղինակը բոլորս էլ գիտենք, Հովհաննես Առաքյալն էր, և ամբողջ Հայտնության գիրքը ինքը հոգու մեջ այցելվեց, ներկայացավ Տիրոջ երկնային ներկայությանը մեջ և գրի առավ և այս տողերը գրեց ինձ ու քեզ և ամեն Աստծուն հավատացողի համար և գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր, ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, փաստորեն խորանը արդեն էակ է, անձ է և հայտնվելու է յուրահատուկ մարդկանց մեջ և շարունակությունը նրանք կլինեն նրա ժողովուրդները, այսինքն այդ բոլոր փրկվածները կլինեն այդ խորանի, այդ նոր խորանի։ Մենք հին ուխտին, երբ ընթերցում ենք այն մասին, որ Աստված Մովսեսին հրաման տվեց և խորանը պատրաստեց և դրվեց սրբության սրբոց խորանը, որ քահանապետը տարին մեկ անգամ ընդամենը իրավունք ուներ ներս մտնելու։ Ու երբ այն օրը, որ Քրիստոս Հիսուսը զոհ դարձավ մարդկությանը և իր հոգին ավանդեց խաչի վրա, վարագույրը սրբությունից սրբության սրբոցը առանձնացելու վարագույրը ճեղքվեց վերից վար և սրբության խորանը բացվեց։ Խորանը այդ սիմվոլիկ, այդ արկղը փոխարինվեց Քրիստոս Հիսուսով։ Այդպես ասում։ Ասում է ձայն լսեցի, որ ասում էր, ահա Աստծո խորանը։ Այսօր եթե մի քիչ ուսումնասիրություններ ունենաք և հետաքրքրվեք, մարդիկ միլիոնավոր հսկայական ժամ ուսումնասիրություն են տրամադրում, գիտեք ինչի համար, սենց կապած ման են գալի, որպեսզի այդ հին ուխտի նկարագրած խորանը գտնեն։ Նրանց համար այդ խորանի խորհուրդը բացված չի, եթե նրանք ընթերցեն, այդ իրանց ամբողջ ջանքը ու եռանքը ու հարստությունը ու նպատակը կդնեն Աստծո ավետարանչության վրա, ոչ թե խորանին փնտրելու։ Աստված հստակորեն ասում է, որ այդ խորանը փոխվեց իր Աստծո որդու պատկերով, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդը, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Այսպեսի է խոստումը Աստվածանից, որ նրա որդին կդառնա նոր խորանը և ժողովուրդները կգան և նրա հետ կհաղորդակցվեն և նա կլինի նրանց Աստվածը և ես ու դու այդ հավատացողներս, հավատարիմներս, վստահողներս կլինենք նրա ժողովուրդը։
Եվ երկրորդ համարում այսպիսի խոսքեր ասում։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք։ Այլևս մահ չի լինելու նաև ոչ սուկ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկինները անցան։ Ու մասին է խոսում։ Իհարկե ողջ մարդկության մեջ եղավ սուքը, ցավը, նեղությունը, տառապանքը։ Բայց սա ուղղված է բոլոր Քրիստոսին հավատացողների համար։ Ցավը իրական է, նեղությունը հաճախ հոգեկան թե ֆիզիկական է։ Այսօր երբ որ դու ցավի մասին ես խոսում, երկու ուղղություն ունես՝ փիլիսոփայական, վերլուծական, այդպես քննարկման, բայց մենք դրա նպատակը չունենք։ Մենք եկել ենք, որ այսօր քննարկենք ցավը իրական մեր կյանքում, մեր ապրած օրերի մեջ։ Եվ ցավը գալիս է եւ բնականաբար քո մեջ հարցում առաջանում, նույնիսկ հավատացյալ։ Այսօր ուզում եմ ես ու դու մենք մեր մեջ քննարկենք։ Եվ նույնիսկ որպես հավատացյալ, երբ որ ցավն է գալիս, առաջի բանը ոչ թե որպես բողոք, բայց որպես հարցում բնականաբար մեր մեջ բարձրանում է։ If God is truly good, եթե Տերը իրապես բարի է, ինչպես խոսքն է ասում, ինչպես ես ճաշակել եմ ու հանդիպել եմ նրան։ Why does he allows so much pain? Ինչու է նա թույլ տալիս այսքան շատ ցավ ու տառապանք այս երկրագնդի վրա։ Ցավ ու տառապանքը իրական է, դու չես կարող վերլուծես։ Սրտի ցավով մենք հանդիպում ենք։ Չես կարող շրջանցես, որտեղ խոսքը քո կամ քո ամենամոտիկի հարազատի մասին է, եւ որ դու հայտնվում ես հիվանդանոցում, քո բերումով, թե քո հարազատի բերումով։ Եվ բնականաբար աղաղակում ես, կանչում ես, աղոթում ես, եւ միաժամանակ հետին մտքումդ մտածում ես. ինչի էս բոլոր ցավերը։ Ո բարի Աստված, ինչի ես ցույց տալիս։ Ես քեզ հավատում եմ, ես քեզ ծառայում եմ, ես քեզ կանչում եմ, ես քեզ աղոթում եմ, ես քեզ սիրում եմ։ Ամեն անգամ, երբ հայտնվում ես գերեզմանոցում, մեկ եւս սիրելի հրաժեշտ տալու։ Սրանից 2 օր հետո պետք է հրաժեշտ տանք մեր եղբորը։ Եվ 2 շաբաթ առաջ իր մահկանացում կնքեց։ Եվ դա չի վերջանալ, դա վերջի մահը չի։ Մահերը շարունակվելու են։ Եվ ուզենք թե չուզենք, ցանկանանք թե չցանկանանք, ժամանակ առ ժամանակ պետք է գնանք։ Պետք է կանգնենք այդ գերեզմանների առջև ու մի վերջի անգամ հրաժեշտ տանք մեր սիրելիներին։ It's a divorce paper question. Եվ որ լսում ես, Աստված մի արասեթե նրանով ես ասում։ Եվ որ լսում ես ու այս ու այն ընտանիքն է, հատկապես խոսքը քրիստոնյաների մասին է, որը բաժանումով ամբողջ ընտանիքը քայքայվեց։ Երեխաները մատնվեցին անորոշության։ Դա ցավ է, ցավը հոգու մեջ, ցավը մարմնի մեջ։ It's a prodigal child question. Երբ որ քո երեխա կամ երեխաներից մեկը իսկապես անառակ է գտնվում, բառից բուն իմաստով, ինչպես առակը թողեց Հիսուսի։ Թողնում է տունը, թողնում է հորը, թողնում է սերը, հարգանքը եւ մսխում է, փչացնում է, իր ամբողջ կյանքով անպատվությունը բերում հորը եւ հորը արժանինքներին։ Երբ որ անցնում ես նման ցավով, եւ բնականաբար հարցում ես ասում, Տեր, ինչի համար, որտեղ ընկա, որտեղ պակասեցի։ Երանի թե դրանով շարունակվեր։ Եվ Աստված մի արասե քննումներից ու զնումներից հետո պատասխան է ստանում բժշկից, քո համար կամ քո հարազատի համար։ Հիվանդությունը անբուժելի է, քաղցկեղ է, եւ փաստի առջև ես կանգնում։ Եվ գիտես փախնելու, շրջանցելու, չլսելու, գլուխդ կակավի նման ավազը մտցնելու չունես այդ հնարավորությունը։ Հաստը գրանցված է, մարմինը հարցակման տակ է, քո կամ քո հարազատի։ Եվ այսօր քաղցկեղից հիվանդների մեծամասնությունը սրտի ցավով ու տխրությունով եմ ասում։ Նրանց կյանքը ավարտվում է մահով։ Եվ բնականաբար քո մեջ որպես հավատացյալ հարց է առաջանում. ինչու համար Տեր։
Ինչու համար այսքան շատ ցավ ու տխրություն ես երկրի վրա։ Եվ որ նայում ես շուրջ բոլորը պատերազմները, այդ ռմբակոծությունները, այդ անմեղ հոգիները, որ մեռնում են, որոնք ոչ մի մաս ու մասնակցություն չունեին։ Եվ որ լսում ես, այսօր աշխարհում լեցուն մարդիկ կան, որոնք դիպրեսիոնով են ասում, դիպրեսիավ, բայց գիտեք ինչ, մեզ համար շատ ավելի զարմանալի է, երբ որ հոգևորն է ասում է դրանով։ Մտածում ես, սա ճաշակել է, սա կտել է, սա տիրոջն ունի։ Բայց իր դեմքի վրա ցավ կա, տխրություն կա, անորոշություն կա, նա ստիպված դեղորայք է ընդունում։ Եվ նույնիսկ կարող եմ ասեմ, սրտի ցավով նույնիսկ հոգեման ու հոգեբույժների է տեսնում, որտեղ անցնում է այս դեպրեսիոնով։ Եվ բնականաբար քո մեջ հարց առաջանում, ինչու են այս բոլորը։ Եվ բնականաբար որպես հավատարիմ ու նրան վստահող, այդպես ասեցին, չէ, Աստծո օրհնություն ինչի մեջ է, հավատարմության մեջ։ Դու աղոթում ես, Lord, I trust you, Տեր, ես քեզի վստահում եմ, but I do not understand you, բայց ես քեզ չեմ հասկանում։ Դու դրա իրավունք ունես, որտեղ քո երկրային հայրն է։ Նաև քեզանից երես չի դարձնի, եւ քո հարցը տրամաբանական է, հոգևոր մի հարցում է։ Տեր, ես քեզ վստահում եմ ես իմ իրավիճակներում, այս ցավերը բոլոր որ նկարագրվեց, բայց ես չեմ կարողանում հասկանալ, ինչու է այս բոլորը։ Մենք մտածում ենք ամեն անգամ, երբ որ ասում ենք այդ նեղությունով, դժվարությունով, որ մեզ երկրագնդի մեջ այս 9 բիլիոնի մեջ Աստված ինձ անհասկացրեց եւ ինձ հետ գործ ունի։ Ոչ, սիրելիներս, համայն պատմության մեջ, մարդկային պատմության մեջ։ Իհարկե ժամանակի սխալության ժամանակի պատճառով չեմ կարող շատ ընդարձակվեմ, բայց սա է գաղափարը։ Այն օրը, որը Ադամ ու Երևան դուրս վռնդվեցին Եդեմի, այդ կատարյալ, այդ Աստծո օրհնված վայրից ու տեղից, մեղքը անեսք բերեց, մեղքը հիվանդություն բերեց, մեղքը պատերազմ բերեց, մեղքը բաժանում բերեց, մեղքը քաղցկեղ բերեց, մեղքը depression բերեց։ Եվ այդ բոլորը մեկը մյուսի վրա սկսեցին ներազդեցություն ունել եւ հասարակությունը հիվանդացավ եւ հասարակությունները եւ ազգությունները եւ ժողովուրդը եւ առաջնորդները եւ կիրտը եւ անկիրտը եւ հարուստը ու հաջողը ու անհաջողն ու աղքատը ցավը դարձավ universal, ցավը դարձավ տիեզերական, ամենին բռնեց։ Այդպիսի մարդ չկա այս երկրագնդի վրա, որ ցավով ու տառապանքով անցած չլինի։ Ամեն մեկ իր հյուրով իր չափով, բայց դիսի մարդ չես կարող գտնես։ Նույնիսկ մեծամեծները, մեծահարուստները, մեծամեծ այդպես գիտնականները, քաղաքական գործիչներն են ասում այդ ցավերով, քանի դեռ միս ու արյուն ես պետք է անցնես ցավով։ Բայց այսօր մեր խնդիրը համաշխարհային խնդիր չէ։ Այսօր մեր խնդիրը մեր խնդիրն է որպես հոգևոր։ Երբ որ ես ու դու ենք ցավով ասում, որտեղ ինձ համար էականը ես եմ իմ Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Եվ իմ հարցադրումների պատասխան եմ ուզում փնտրել Աստծո մեջ։ Իսկ մնացածը Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ է։ Նա Տեր է ողջ տիեզերքի։ Այսօր էականը իմ հարցն է։ Եվ բնականաբար իմ ընտանիքի։ Եվ մի քիչ եթե ընդարձակենք իմ քույր ու եղբայրների, եւ եթե մի քիչ ընդարձակենք իմ ազգի։ Բերեք այդքանով սահմանափակենք։ Թե չէ մեկ-մեկ հոգևորներից ես աղոթներ եմ լսում, ամբողջ ընտանիքը քայքայված է, իսկ ինքը Չինաստանի համար է աղոթում։ Երբեք ես չեմ կարողացել հասկանալ նման մարդկանց հոգեբանությունը։ Եվ որ Աստված ցավ է տալիս, ու թույլ է տալիս, ցավ չի տալիս, ներող կրնեք, թող Աստված ինձ է, եւ որ Աստված թույլ է տալիս, որ ցավը մեր ընտանիքում, մեր կյանքում, եկեղեցում, մեր վիրավիճակում կա, այդ ժամանակ Աստված ուզում ասի Սարո, հեյ, քնած, արթնացիր, քեզ հետ ես խոսք ունեմ ասելու, այս տարիները փորձում եմ քեզ հետ խոսեմ, ու դու փախնում ես ինձանից, avoid ես անում, շրջանցում ես, հետաքրքրված ես աշխարհով, հաջողություններով, փառքերով, կոչումներով։ Իմի ցավը արդեն անխուսափելի է, չէ՞։ Գոնե այդ ցավի մեջ մի պահ հայացքը տուղիր եւ ինձի հարցում հարցրու։ Եվ ես պատասխան ունեմ քեզ տալու։ Վահ, Աստված պատասխան ունի մեր ցավերի համար։ Վստահեցնում եմ ունի։ Այդ ցավով մենակ ես ու դու չենք անցնում։ Մեղքը չէ, որ մեզի ցավ է պատճառում։
Այսինքն Աստված չէ ցավերի հեղինակը։ Եվ ես Աստծո խոսքով իհարկե, եթե ամբողջ Աստվածաշունչ ընթերցես, բոլոր հոգևոր մեծամեծները, հին ուխտի եւ նոր ուխտի, անցան ցավերով ու տառապանքներով նեղություններով։ Ես ընդամենը երկու փոքրիկ մեջբերումներ ունեմ։ Առաջին առածը Հոբի գլխի Job chapter 13 verse 24, Հոբ գիր 13-րդ գլխի 24-րդ համարում։ Even the strongest Christian has moment where they ask, Lord, where are you? Նույնիսկ այն ամենակատարյալ այսպես կոչված մարդկային տեսանկյունով կատարյալ եմ ասում։ Այն ամենահավատարիմ քրիստոնյաները ու աստվածապաշտները հարցում հարցեցին իրենց կյանքի իրավիճակներով։ Եվ հարցում հարցեցին Okay, հետո հետ կգնանք։ Հարցում հարցեցին եւ Հոբը հարցում հարցեց 13-րդ 24-րդ համարում։ Երեսդ ինչու ես ծածկում։ Եվ ինձ քեզ թշնամի համարում։ Իրապես իրավիճակը այդպիսի վերլուծություն էր տվել Հոբին։ Ուրիշ կերպ չէր կարող մտածել։ Բայց ուներ այդ ազատությունը իր երկնային հոր հետ խոսելու, ինչու ես երեսդ ինձնից դարձել, եւ ինչու եմ ես քեզ համար թշնամի դարձել։ Կամ Դավիթը Սաղմոս 13-ի առաջի համարում ասում է. Ով Տեր, մինչև երբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև երբ ես թաքցնելու քո երեսը ինձանից։ Նկատում եք ինչքան միանման են, տարբեր հազարամյակների տարբերությամբ, ինչքան միանման են, նրանք իրենց ցավի մասին չեն բողոքում, նրանք Աստծո բացակայությունից են կանչում։ Այն ամենաուժեղ, այն ամենահոգևորները ապրել են, անցել են այդ ցավերով, եւ բնականաբար իրենց մեջ հարց առաջացել. Lord, where are you? Ուր ես Տեր։ Եղել են իրավիճակներ, որ դու հասարակության մեջ շփտացել ես, բայց քո հոգուտ վերքերից արյուն էր ոսում։ Եվ քո մեջ, քո հոգուտ մեջ ցավ ու տխրություն կար։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք գալիս ենք Աստծո առջև եւ հարցնում ենք մեր դժվարին հարցադրումները, երբեք չվախենաս, Աստված մեզանից երես չի դարձնում։ Աստված ուզում է, որ իրեն հարցնես։ Աստված ուզում է, որ իրան վստահես։ Աստված ուզում է, որ դու հավատաս, որ այս բոլոր քո կյանքի նեղությունների ցավերի մեջ նա պատասխան ունի տալու։ Եվ պատասխանը հետևյալն է։ Մինչև պատասխանին ուզում եմ մի բան հիշեցնել։ Նույնիսկ ինքը Հիսուս Քրիստոսը, Աստծո միածին որդի, Աստվածը, որ մարմին հագավ, խաչի վրա նրա 7 խոսքերից մեկը հետևյալն էր. My God, why have you abandoned me? Տերս եւ իմ Տերս, ինչու ես թողել ինձ։ Այնպես որ Աստված մեզ լի արժեք այդ իրավունքը տվել է։ Եվ եթե մենք հետնայինք մեր կյանքի, հատկապես այն ժամանակահատվածներին, որ անցել ենք ցավերով ու տխրություններով, եւ այսօր կասում մնում ես, ուրեմն այդ ցավերի ու տխրությունների մեջ դու ունեցել ես այդ առիթը, այդ երկխոսությունը, այդ մտերմիկ հարցումը, Տեր, ընդունում եմ, բայց չեմ կարողանում տանել, չեմ կամ հասկանալ, չեմ կամ ըմբռնել, բայց վստահում եմ քեզ, որտեվ ճաշակել եմ քո քասությունը։ Christianity explains suffering through the lens of redemption։ Գիտեք այն օրը, որ մենք հավատքի եկանք ու ճանաչեցինք Քրիստոս Հիսուսին, որպես մեր Տերը ու Փրկիչը, գիտեք Քրիստոսը մեզ ինչ տվեց։ Մեզ մի հոգևոր ակնոց տվեց։ Կյանքի իրավիճակները քննելու ու զննելու համար։ Երբ աշխարհում ենք եւ սոր աշխարհի մարդիկ չունեն այդ ակնոցները, այդ լենսերը չունեն, Տերը տվեց մեզի։ Եվ երբ որ այդ ակնոցները դնում ես քո աչքերին, քո տխրության ու ցավի ու տառապանքների մեջ,
ու մտնում ես երկխոսության տերերի հետ, today we are not just asking what is their pain. Եվ այդ ակնոցներով դիտելով կյանքի իրավիճակները, երբ դու ես դրանով անցնում, արդեն մեր հարցադրումներն մի քիչ փոխվում է։ Էլ արդեն չես հարցնում, Տեր, ինչու են այս ցավերը, այս նեղությունները եւ այս կորուստները։ Այլ մենք հարցնում ենք, երբ որ այդ ակնոցներով, հոգևոր ակնոցներով ենք դիտում մեր կյանքի այս ֆիզիկական իրավիճակները։ We are asking, how do we follow Jesus faithfully when life hurts? Հարցնում ենք, Տեր, ինչպես կարող եմ հավատարիմ մնամ քեզ ու քեզնից չբաժանվեմ նույնիսկ իսկ կյանքի նեղությունների ու ցավերի մեջ։ Ադայ է հավատքը։ Ադայ է ծնունդը, որ երբ որ ես ու դու հաջողությունով ու դիրքերով անցնելուց լինենք, երբեք նման իրավիճակի մեջ չենք հայտնվի, երբեք մեր հոգու աշխարհի մեջ նման վերլուծություն չէր կարող լինել։ Հիմա հասկանում եք, թե Տերը ինչպիսին է ու փառավոր է, որ ամեն տխրություն ու ցավը կարող է բարի գործակից դարձնել բոլոր նրանց համար, որոնք կհավատան ու կվստահեն Տերերի Տեր ու փառավոր Աստծուն։ Իհարկե քարոզը ստեղ չի ավարտվում, բայց ժամը ավարտվեց։ Տերը կյանք ու հնարավորություն ու վիճակ տա։ Մի օր այս քարոզի շարունակությունը կլսենք։ Հիսուսի ձեռքերի մեջ քեզ կբերեմ։ Ամեն։